Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին անընդհատ խոսելը նաև ունի իր բացասական կողմը։ Երբ մի պետության ներսում սկսում են անընդհատ խոսել հնարավոր ռազմական գործողությունների մասին, հասարակությունը ձեռք է բերում այսպես ասած անտարբերության սինդրոմ։ Ճիշտ այն առածի նման, երբ մեկը միշտ գոռում է հրդե, մարդիկ իրար են խառնվում, հետո ասում է խաբեցի, իսկ երբ իրապես հրդեհ է լինում եւ սկսում է գոռալ, մարդիկ այլևս բանի տեղ չեն դնում, քանի որ մտածում են թե խաբելու մասին, թե այլևս անտարբեր են այդ մարդու ասածներին։ Երբ ինձ հարցնում են, թե արդյոք հնարավոր են ռազմական գործողությունների վերսկսում, ես պատասխանում եմ, որ այդ գործողությունները չեն էլ ավարտվել։ Պարզապես ժամանակավոր դադար է։ Իսկ սա նշանակում է, որ մեր զգոնությունը չպետք է թուլացնել։ Բաքվի բռնապետը նաև այս կրակոցներով Հայաստանը դարձնում է ռիսկային եւ անհրապույր օտարերկրյա ներդրողների համար, իսկ գիտեք թե դա արդեն ինչ է տնտեսության համար։ Ասելս այն է, որ չի կարելի անտարբեր լինել կրակոցի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ չի կարելի այդ կրակոցը դիտարկել որպես հայրենիքի վերջ։ Այդ կրակոցը թերևս ֆիզիկապես գյուղի, բնակավայրի, տան, մշակույթի տան վրա է, բայց իրականում այն հենց Երևանի կենտրոնում է իր բացասական հետքը թողնում։ Պիտի հաղթահարենք։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան սրացման եւ պատերազմի մասին։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության քննարկման իր եզրափակիչ ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունը որոշակիորեն հիշեցնում է մոտ 1.5 տասնամյակ առաջ հայտնի միտքը. ճգնաժամ չի լինի, եթե չխոսենք ճգնաժամի մասին։ Հետո եղավ ճգնաժամ եւ բավականին խորը, երկնիշ թվով տնտեսական անկում։ Դա իհարկե Նիկոլ Փաշինյանի միտքը չէր, նա այն ժամանակ դեռ իշխանության չէր, այլ ձգտում էր իշխանության եւ հետեւաբար այն ժամանակ նա խոսում էր բոլորովին այլ տրամաբանական կոդերով ու բանաձևերով։ Այսօր հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո քայլ առ քայլ հասկացել է շատ բաներ։ Իհարկե այդ շատ բաներ հասկանալու process-ը Հայաստանի վրա արժեցել է շատ թանկ, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանն իսկապես վարչապետ է դարձել հասկանալուց առաջ, այլ ոչ թե շատ բաներ հասկանալով։ Բայց այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների թանկ էվոլյուցիան այդուհանդերձ ստիպում է նրա հայտարարություններին, հատկապես կատեգորիկ հայտարարություններին, ինչպիսին օրինակ Արցախը Հայաստան է եւ վերջ, կամ մոռացեք պատերազմի մասին, պատերազմ չի լինելու է խաղաղություն, հարկ է վերաբերվել վերապահումով։ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը հավաստիացրել է, որ չի լինելու պատերազմ, թե նա համոզված է, որ եթե չխոսենք պատերազմի մասին, եթե անընդհատ խոսենք միայն խաղաղության մասին, կլինի խաղաղություն։ Սա քննարականություն է, թե քաղաքականություն, որովհետև պատերազմի եւ խաղաղության մյուս կողմից Ադրբեջանի վարքագիծն այնպիսին է, որ կբավականացնի նույնիսկ մի քանի պատերազմի ռիսկ, եւ հնարավոր չէ մոռանալով կառավարել այդ ռիսկերը։ Այստեղ իհարկե նկատելի է, որ բոլորովին ընդունելի եւ նույնիսկ արդյունավետ ու օգտակար չէ մյուս ծայրահեղությունը ամեն երկրորդ միտքն ու բառը պատերազմի վտանգին նվիրելը։ Դա բացարձակապես օգտակար չէ, եթե իհարկե օգտակարությունը չենք չափում լոկ քարոզչական դիվիդենդներով։ Բայց պատերազմի անդադար գույժի եւ պատերազմը մոռանալու երկու ծայրահեղություններն ունեն քաղաքական բովանդակության բավականին մեծ միջակայք, որտեղ խնդիրներն ու ռիսկերը, հնարավորություններն ու մարտահրավերները պահանջում են լուծում, այլ ոչ թե գույժ կամ մոռացում։ Պահանջում են լուծում, հետեւաբար լուծումների վերաբերյալ առարկայական խոսակցություն։ Որևէ պետության առավել եւս շատ մեծ ռեսուրսներով աչքի չընկնող պետության համար առարկայական հասարակական քաղաքական դիսկուրսն ինքնին արդեն պաշտպանական ռեսուրս է, իսկ դրա բացակայությունն ու հանրությանը երկու քարոզչական ծայրահեղությունների միջև պարփակումը անպաշտպանություն։ Նա կեղծ լուրեր է տարածել հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի եւ իր երկրի հաղթած պատերազմի պատճառով։ Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք Ադրբեջանի իշխանություններին խնդրել ենք մեր դիտորդներին թույլ տալ հետևել երկրում տեղի ունեցող ընտրություններին։
Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին, եւ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։ Այսպիսով 2 տարի շարունակ օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները հարգելուց հրաժարվելուց հետո, թեև դա շատ ավելի երկար է շարունակվում, հրաժարվելով կատարել Եվրոպայի խորհրդի պահանջները, վեհաժողովն արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Քանի որ Ալիևը հայտարարել է, որ թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, սա իր կարծիքն է։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա։ Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել հաջորդ չորեքշաբթի դեսպանների գլխավոր նախարարի առաջ, ինչպես նախկինում եմ արել։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին վերադարձնելու համար, խոսել եմ օրենքի գերակայության պահպանման, ժողովրդավարական ընթացակարգերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին։ Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալվածի, բայց հետո ձերբակալեցին մյուսներին։ Այսպիսով վեհաժողովը կատարեց իր աշխատանքը եւ միանգամայն պարզ է, որ վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները եւ դա հաստատվում է այսօր Ալիևի այս հայտարարություններով։ Մենք չենք զղջում դրա համար եւ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել, նշել է նա։ Խոսելով Ալիևի մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսուպոլոսը նշել է. Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Եվրախորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել եւ ընդունում է որոշումներ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։ Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, նախարարների կոմիտեին։ Ես հատուկ հիշատակեցի Վրաստանն ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մոտեցումն ընդունելի է, որովհետև վաղը, եւ դա հենց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն մարդու իրավունքների դատարանից։ 3 ամիս էլ չանցած Ալիևը հաստատեց իմ մտահոգությունները։ Փակագծերում դրեք վախեր բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում։ Չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ նախարարների կոմիտեն պետք է որոշի։ Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից։